մեզ հաղթելով քիչ առաջ ասացի այդ ապաշխարության եւ այդ հաշտության մասին։ Մեզ համար հաշտությունը տարիներով, հատկապես 2018-ից հետո մնացել է հրամայական, հասարակական լայն շերտերի հաշտություն։ Մեր Տերը հաշտության համար է աշխարհակել, Աստծո որդի որ մարմնացել է, հաշտության համար է, հենց առաջին հայտարարությունները, հրեշտակային հայտարարությունները դրա մասին են։ Փառք Աստծուն բարձունքներում, երկրորդ խաղաղություն, մարդկանց մեջ հաշտություն։ Սրա համար է ծնվել։ Եվ այս այդ հաշտության օրը խաչը բարձրացել, արյունը եղել, հաշտեցնելու համար պառակտված, խզված մարդկությանը իր առողջի հետ։ Այո, իր սերը բերել, քարոզչությունը բերել մարդկանց կյանքի փրկության, հավիտենական կյանքի եւ այլն, բայց ինչպես է նվաճվել դա։ Խաչի դրա հաշտությամբ եւ առաքել այդ մասին է խոսում, երբ ասում որ աղքատացա եւ հնազանդվեց մինչեւ խաչի հաշտությունը, խաչի դրա մինչեւ ծայր աստիճան։ Դա դժվար գործ է, արին պահանջող գործ է, հոգեվոր իմաստով, խորհրդանշական իմաստով, եթե հեշտ ուներ մի ձեռքով տաներ Աստված մեզ համար, իր համար հեշտ է, բայց մեզ ճանապարհն ցույց տալի թե ինչպես է իրական հաշտությունը կամ իրական արժեքի ձեռքբերումը։ Հետևաբար, ինչպես դուք այլ կերպով մոտեցաք, ասացիք կարող է լինել, կա, լինելու մասին էլ չմտածեք, ինչ կարող է լինել։ Հիմնական սպառնալիք է մեր կյանքի, քայքայով սպառնալիք է թշնամություն ու ատելությունն է եւ իր սերմանումը եւ անընդհատ գրգռումը խորացումը, որին դիմադարձումը պետք է լինի ինքներս մեզ հաղթելով այդ ապաշխարությունը եւ հաշտության տեսքով։ Եթե մենք ազնիվ ենք ինքներս մեզ հետ կարողանանք մեզ հաղթել, նախ ինքդ քեզ հաշտ լինես ապրելուց, ոչ թե խոսես մի բանի մասին, բան, ինքդ քեզ հաշտ լինես, ուրեմն կկարողանանք նաեւ ընդհանրական հաշտությունը հաստատել։ Այո, սա եւ անձնականը եւ ազգային